հաղթահարել դա մինչև ընտրություններ եւ հետո նոր սպասել ընտրությունների երկարաժամկետ հետևանքներին։ Տեսեք, նախ ես շատ ուրախ եմ, որ այսպիսի քննարկումներ անցկացնում Տիկին Վարդանյան, որովհետեւ սա այն եզակի հարթակներից է, որտեղ հնչում եւ տարբեր մտքերի, այսպես ասած, գեներացիա է գնում, ցավոք մեր հանրության մեջ, մեր երկրում շատ քիչ նման հարթակներ կան, միշտեր այդպիսի հարթակներ են, որ միտք են արտահայտում, այդ միտքը գեներացիայի արդյունքում միգուցե նաեւ կարող են օգնել տարբեր քաղաքական ուժերին իրենց կարծրատիպերի փոփոխության կամ ինչ-որ փոփոխությունների գնալու համար։ Հաշվառելով այն հանգամանքը, որ իսկապես մեր երկրում ցավոք սրտի չի զարգացել այդ քաղաքացիական հասարակության այս կառույցները, ես նույնիսկ ցան եզակի կառույցներից է, որը հաջող աշխատում է, բայց պետք է լինել, ասենք, 2, 3, 4, 5 կառույցներ, որոնք առողջ մրցակցության մեջ կարող են իսկապես շատ ավելի որակյալ միտք գեներացնել, որ այս պայմանությամբ չկա, բայց հանգամանքների բերումով ես եւ իմ ընկերներն են ոչ հրապարակային մակարդակով փորձում ենք այդպիսի ուսումնասիրներ անցկացնել եւ շատ ակտիվ ենք անցկացրել ուսումնասիրությունները ակտիվ շփվելով մեր հասարակության տարբեր շերտերի հետ, նույնիսկ տնետուն ենք շփվել, ոչ միայն շփվել ենք շարքային մակարդակով, այլ նաեւ ֆոկուս խմբերի հետ ենք շատ ակտիվ աշխատել եւ դա անընդհատ գործընթաց է։ Եվ ես ասեմ, որ այսօրվա իշխանությունները շատ ավելի լավ են ճանաչում մեր ժողովրդի տրամադրությունները, քան մեր քաղաքական վերնախավի մեծ մասը։ Սա նոնսենս է, բայց դա փաստ է։ Եվ այսօրվա իշխանությունները լավ ճանաչելով, ուղղակի խոճապի մեջ են, որովհետև մեր ժողովրդի ես որպեսի շատ բան չանեմ, մոտավորապես 80-85%-ը այս կամ այն չափով մերժում է այս իշխանությանը, մոտավորապես։ Մոտ 40%-ը իմպերատիվ է մերժում հենց այս պահին, որ այս իշխանությունը չլինի, մինչև 60-65%-ը որևէ ձևի չի պատկերացնում, որ այս իշխանությունը պետք է լինի 26 թվականից հետո, մնացածի մոտ կա որոշակի լղոզված անորոշ իրավիճակ, որովհետև իրենք չեն ստանում համակարգված տեղեկատվական խոսքերով ինֆորմացիա, որպեսզի լավ պատկերացնեն, թե ինչի մասին է խոսքը։ Դրա վառապացույցը այն է, որ տեղական գրեթե բոլոր ընտրություններում իշխանությունը պարտվել է, որում իշխանությունը ունենալով հսկայական վարչական ռեսուրսներ, օբյեկտիվորեն ինքը ուներ առավելություն հաղթելու, բայց տեսեք, ինքը պարտվեց Վանաձորում, ձերբակալեց հաղթող քաղաքապետին, պարտվեց Գյումրիում, դա երկրորդ քաղաքն է Հայաստանի, նույնիսկ ձերբակալեց մարդուն, Փարաքարում պարտվեց եւ հաղթող տեխնատուն սպանվեց։ Երևանում գրեթե կարելի ասել կիսապարտված վիճակի մեջ էր, կուլիսային բաների արդյունքում, այսպես ասած, կարողացավ վերարտադրվել, ընդ որում Երևանում մասնակցեց քվեարկողների ընդամենը 28%-ը, պատկերացնում եք, եթե ասենք մասնակցությունը մեր գնահատականով եթե մեր 30%-ից ավել, ինքը անկախ նրանից թե ինչպես կարող էր օգտագործել այլ շրջանակներ, ինքը պարտվելու էր։ Այսինքն իշխանությունը գիտի, որ հանրությունը մերժում է իրեն իմպերատիվ, բայց մեր քաղաքական վերնախավի մեծ մասը շարունակում է հին ստերեոտիպը մտածել, որ ժողովրդի մեծ մասը այնուամենայնիվ աջակցում է այս իշխանությանը եւ բողոքում է, թե ինչի այդպես ստացվել։ Այդպիսի բան գոյություն չունի հիմա։ Ուղղակի եթե մեր քաղաքական վերնախավի շրջանակները ակտիվ բացի այս ֆորումներից նաեւ շփվեին հասարակ մարդկանց հետ, ապա իրանք ուղղակի շոկի մեջ կհայտնվեն, թե ինչ աստիճանի է փոխված հանրային տրամադրությունները։ Բայց դա տրամաբանական է, որովհետև մեր երկրում հատկապես բոլոր նախկին 3 նախագահների ժամանակերին վերջին փուլում միշտ հասարակության մեջ առաջացել է հոգնածություն եւ մարդիկ ուզում էին փոփոխություն։ Հատկապես այս մարդու պարագայում մի շատ հետաքրքիր դետալ կարող եմ նշել, եթե նախկին 3 նախագահների ժամանակ ու պայմանական է, թե 25% ընդդիմադիր, 25% իշխանամետ եւ 50% ճահիճ էր եւ ճահիճը շատ դժվար է փոփոխություն կատարել, ապա այս իշխանության պարագայում դա եզակի երևույթ է, որ ճահիճը արդեն այդ 50% անոց ճահիճը ուզում է փոփոխություն։ Այսպեսի բան չի եղել մինչեւ այս պահը։ Ինչի չի եղել, որովհետեւ այսօրվա երկրի ղեկավարը ֆունդամենտալ է տարբերվում նախկին 3 ղեկավարներից։
ինչ-որ է տարբերվում, որովհետև ես ուզում եմ դա հատուկ նշել, վատ թե լավ, երեք նախագահները որոշակի մեկ, այսպես ասած, ուղենիշ են ունեցել երկրի զարգացման տրամաբանության մեջ, որը հասկանալի է, որտեղ աշխարհագրությունը ձևավորում է քաղաքականություն, արտաքին եւ ներքին քաղաքականություն, վատ թե լավ այդ քաղաքականությունը իրականացվում էր։ Անվտանգային համակարգ, տնտեսական զարգացում, մեկը ինչ լավ էր աշխատում, մեկը ինչ վատ էր աշխատում, բայց այնուամենայնիվ դա էր ուղենիշը։ Երբ որ այս մարդը եկավ իշխանության, տեսեք, մինչ 2018 թվականը աշխարհաքաղաքական պայքարը մեր տարածաշրջանում կոնկրետ Հայաստանի մասով, այսպես ասած, մեծ դերակատարում չուներ, որտեղ բոլորի մոտ կար ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը ունի սահմանափակ հնարավորություն ընտրություն կատարելու։ Այսինքն հռչակված էր, որ Հայաստանը պետք է վարի փոխլրացված քաղաքականություն, բալանսավորված կոչվում էր, ավելի բարձր մակարդակի Հայաստանը անվտանգային իմաստով ուներ հարաբերություն Ռուսաստանի հետ եւ որպես փոխլրացում փորձում էր մաքսիմալ լավացնել իր հարաբերությունները Արևմուտքի հետ, նու բոլորն էլ փորձում էին նաեւ Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություններ պահպանել, նու բայց դա չէր ստացվում։ Այս 4-րդ ղեկավարի պարագայում իրավիճակը կտրուկ փոխվեց, որովհետեւ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում տեսան հնարավորություն, որ այս մարդու միջոցով հնարավոր լինի արմատապես փոխել նախկին Հայաստանի ուղենիշը եւ փորձել այդ դրա արդյունքում փոխել նաեւ կովկասյան աշխարհաքաղաքական ամբողջ քարտեզը։ Եթե դուք հիշում եք 2018 թվականից երբ որ իշխանությունը փոխվեց, սկզբնական փուլում իշխանությունը աշխարհաքաղաքական իմաստով որևէ փոփոխություն չէր առաջարկում, այսինքն ինքը ասում էր, որ ես արտաքին քաղաքականության բալանսը պահպանելու եմ։ Ինչու էր այդպես, որովհետև արևմտյան կենտրոնները մշակել էին մի կոնցեպտ, որ Հայաստանը ի տարբերություն Ուկրաինայի եւ Վրաստանի, քանի որ մեծ շանսեր չունի փոփոխելու, ինքը պետք է դեմոկրատիայի օրինակ ծառայի, որպես այդ դեմոկրատիայի օրինակով Ռուսաստանում գնա նույն փոփոխությունը, այսինքն հայաստանյան հեղափոխությունը պետք է դառնա օրինակ, թե ինչպես պետք է Ռուսաստանում այդ նույն փոփոխությունը կատարվի օրինակ Նավալնիի միջոցով։ Իրենք դիտարկում էին Նիկոլ Փաշինյանին հայկական Նավալնի, իսկ Նավալնին Ռուսաստանում համարվում է ռուսական պոտենցիալ Փաշինյան։ Նույնը իդեպ ասեմ, որ փորձեցին իրականացնել Բելարուսում, բայց չստացվեց Տիխանովսկայի միջոցով։ Բայց այդ քաղաքականությունը շատ կարճ ժամանակ տևեց եւ պարզվեց, որ այդ process-ը չկապիտալիզացվեց Ռուսաստանում եւ այն շրջանակները, ովքեր որ հույս ունեին, որ Փաշինյանի իշխանության պարագայում հնարավոր կլիներ նույնը փոխել նաեւ Ռուսաստանում, որովհետեւ պլան B-ով գնալ, այսինքն փորձել այնպիսի վիճակի մեջ դնել, որ Փաշինյանը ստիպված սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինչպես դա այսօր Վրաստանի իշխանությունները փայլուն մի զեկույց են պատրաստում, մոտ ժամանակներս կգա, թե ինչպես Արևմուտքում Սաակաշվիլին հատկացեցին թակարդի մեջ, այսինքն իրենք սրում են Սաակաշվիլի պարագայում ասում, իրենք սրեցին կանխամտածված հատուկ հարավային Օսիային կոնֆլիկտ, որի արդյունքում սրվեց Սաակաշվիլի հարաբերությունները Ռուսաստանի հետ, Սաակաշվիլին հասկացավ, որ այլևս բալանսիրովկայի հնարավորություն չունի Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում, ինքը ավտոմատ հայտնվեց թակարդում, այսինքն արևմտյան կենտրոնների գրպանում։ Դա իրան կարող են այն ժամանակ, երբ որ տեսնում են, որ մեծ հաջողություն չի ստացվում, այսինքն Սաակաշվիլի պարագայում, երբ որ տեսան, որ արդեն սպառված է իր բաները, իրենք ստիպված սրեցին դա եւ Սաակաշվիլին հայտնվեց իրենց գրպանում եւ օբյեկտիվորեն սկսեց կատարել այնպիսի քայլեր, որը բխում էր ոչ թե Վրաստանի շահերից, այլ բառացիորեն իրենց շահերից, այսինքն ինքը դարձել էր բառից բնի իմաստով մանրադրամ, իսկ Վրաստանը տարածք։ Նույնը կատարվեց Հայաստանի հետ կապված։ Հայաստանը ինչ կատարվեց։ Իրանք սադրեցին, որ Փաշինյանը կազմաքանդի բանակցային գործընթացը, շատ կարևոր էր, որպեսզի վարկաբեկվի Հայաստանի բան, հայկական բանակը, ինչպես զինվորականությունը վարկաբեկել, եթե դու զինվորականությունը վարկաբեկում ես, ավտոմատ բանակի հեղինակությունը անկում է ապրում, Ղարաբաղցի հայաստանցի բանը խորացնում ես, այդ ըստ էության Ղարաբաղի գաղափարն է վարկաբեկվում, եւ արդյունքում պարապտում է մտցվում ամբողջ հասարակության մեջ, այսինքն բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի դրսից ագրեսիան լինի եւ ուժով լուծվի խնդիրը, որտեղ
բանակցային process-ը միջև այս բանը պահպանվել էր։ Այն ինչ որ կատարվեց։ Հիմա ինչ նպատակ է հետապնդում այդ քայլով։ Տեսեք, պարտությունից հետո արդեն բոլորը հասկացան, որ Փաշինյանը պետք է հեռանա, որտեղ պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Ինքն էր հասկանում։ Բայց ինքը շատ լավ հասկանում էր, որ եթե ինքը հեռանա, դա շարքային հեռացում չի լինի, ինչպես հեռացավ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը կամ Սարգսյանը, որտեղ ի տարբերություն նրանց, սա ունի հսկայական պրոբլեմ, ինքը 4000 երեխա է զոհվել իր պատճառով, պատերազմի արդյունքում, Արցախ են հանձնվել եւ հսկայական անվտանգային պրոբլեմներ առաջ բերել, այսինքն ինքը կարող է հայտնվել դատարանի առաջ։ Տեսեք, Սաակաշվիլին, որի քաղաքականության արդյունքում ինքը ոչ մի տարածք չկորցրեց, ինքը պարզապես փորձեց գրավել Արարատյան չստացվեց, մինչև Աջարյան ինքը գրավեց, Աջարյան մինչև Սաակաշվիլի գալը չէր վերահսկում Վրաստանի իշխանություն կողմից, բայց նույնիսկ այդ պարագայում Սաակաշվիլին հայտնվել է բանտում։ Փաշինյանը հասկանում է, որ ինքը կարող է հայտնվել Սաակաշվիլի պես բանտում, բայց ինքը չի ուզում հայտնվել բանտում։ Եվ ինքն հասկանում է, որ իշխանության կորուստը իր համար դա կնշանակի ավտոմատ հայտնվել բանտում, այսինքն իր համար դեմոկրատիա, ընտրություններ, բան դրանք սա դառնում են արդեն երկրորդական ածանցան խնդիրների համար էգզիստենցիալ խնդիր է ցանկացած գնով պահել իշխանությունը։ Եվ շարունակելով այդ իր մղումը, նույնիսկ արևմտյան գործընկերները խորհուրդ տվեցին, որպեսզի իր կախվածությունը թուլանա Ռուսաստանից, ինքը պետք է ազատվի կապանքից, որը կոչվում էր Արցախ։ 2022 թվականի գարնանը ինքը առաջի պատողանը բացեց այդ Օբերտոնի պատողանը բացեց, որ մենք փուլային ճանապարհով պետք է ազատվենք Արցախից, որի արդյունքում ընդդիմությունը փորձեց փողոցային շարժումով դիմակայել, բայց չհաջողվեց, դա առանձին թեմա է, թե ինչի չհաջողվեց, որից հետո, քանի որ ընդդիմությունը պարտվեց, կարտ բլանշ բացվեց, որ ինքը կարողանա արդեն այդ կյանքի կոչել դա, ինքը մտնում էր, բայց որպեսզի ինքը ռիսկով գնա այդ քայլին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սպանդ կազմակերպվեց, որպեսզի իր վրա ճնշման արդյունքում ինքը ռիսկով գնա Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, եւ հոկտեմբերի 6-22 թվականի երբ որ ինքը ճանաչեց Ադրբեջանի մաս, ինքը դե ֆակտո կազմաքանդեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որով փաստացի Արցախը ճանաչված էր չէր ճանաչված որևէ մեկի մարզ եւ դա անորոշության ապագայի անորոշության վրա, որը նյարդայնացնում էր բնականաբար արևմտյան կենտրոններին եւ որից հետո արդեն Արցախի ճակատագիրը գրեթե որոշված էր եւ 22 թվականի հոկտեմբերից մինչեւ 23 թվականի սեպտեմբերը դա այն ծանրագույն process-ներ, որտեղ արցախցիները արդեն դատապարտված էին քաղաքական իմաստով եւ այդ կորուստից հետո արդեն հասկանալի պատճառներով Փաշինյանը այլ տարբերակ չուներ, քան որևէ պարագայում իշխանությունը չկորցնել, որտեղ իշխանությունը կորցնել, դա նշանակում է արդեն բոլոր իմաստներով կատաստրոֆա իր համար, հա։ Որից հետո հասկանալի պատճառներ, որպես իշխանությունը չկորցնի, ինչ պետք է անի։ Ինքը պետք է մարդկանց փորձի համոզի, որ եթե ես չլինեմ, ապա կլինի պատերազմ։ Այսինքն իր համար եթե 21 թվականի ընտրությունների ժամանակ այդ չարուջը վերսած պայքարով էր նախկինների թալանի բանի դեմ, ապա Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության նույնիսկ մեծ մասը պատրաստ է համակերպվել նախկին թալանի հետ, միայն թե նա հեռանա, որտեղ Վարդան Ղուկասյանը մեղմ ասած բյուրեղի անձնավորություն չէր եւ մարդիկ հրճված չէին, որ իրեն ընտրեին։ Պարզապես բոլորը հասկանում են, որ որպես չարած փոքրագույն ինքը լավագույնն էր այս բանին կպային հեռացնելու համար։ Եվ սա տեսանելի դարձավ Փաշինյանի համար, որ արդեն այդ խաղաթուղթն չի աշխատում։ Մնացել է մի խաղաթուղթ պատերազմ եւ խաղաղություն տարբերակը։ Բայց պատերազմ եւ խաղաղություն տարբերակի մեջ օբյեկտիվորեն ինքը կախված է Թուրքիայից եւ Ադրբեջանից, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են նվիրեն այդ թուղթի կտորը, որի վրա գրած է խաղաղություն, որով ինքը կարող է խաբել հասարակությանը, որ այս բերեմ խաղաղություն։ Հակառակ դեպքում կբերեն պատերազմ, այդ պատերազմի դեմքերն էլ ո՞ց են տալիս նախին, միանգամից պետք է մարդկանց վախի մտնոլորտ առաջանա։ Հիմա